Օլիմպոս, մենք այսօր շատ մեդալառատ օր ենք ունեցել ծանրամարտի և ըմբշամարտի Եվրոպայի առաջնություններում։ Գոհար, արի սկսենք Բաթումից, որտեղ մենք հիմա գտնվում ենք և նվաճել ենք բրոնզե մեդալ։ Մարտին Պողոսյանը մեկնարկել է իր առաջին Եվրոպա առաջնությունում և երրորդ տեղը գրավել երկամարտի 338 կիլոգրամով։ Նա պոկումում 152 կիլոգրամով 10-րդն էր, սակայն Գոհար տեսանք, թե հրումում ինչպիսի պայքար մղեց։ Առաջին վարժությունից հետո թվում էր, թե մեր մարզիկը, ամեն դեպքում առաջին հայացքից թվում էր, թե մեր մարզիկը համեստ արդյունքներ է գրանցելու, բայց արի ու տես, որ մեր մարզիչները եւ ինքը Մարտինը այլ անակնկալներ էին պատրաստել բոլորի համար եւ նա եկավ ու ասաց, այո, ես կարող եմ մեդալակիր դառնալ իմ առաջին Եվրոպայի առաջնությունում։ Մենք շատ ենք խոսել այդ մասին, որ հրումում ուժեղ լինելը շատ լավ է, դու կարող ես այսինքն գալ եւ միանգամից անսպասելիորեն մեդալ նվաճել, ինչպես եւ արեց Մարտինը, թեև նա դժգոհ է իր արդյունքից, որովհետեւ մարզումներին ավելի շատ է բարձրացրել, բայց գիտենք, որ մրցումային լարվածությունը այլ է եւ կարեւորը նա ունի մեդալ, հրումում երկրորդն է, կարող էր անգամ հաղթել, եթե բարձրացնել իր երկու մոտեցումները, բայց այսպես էլ է լինում։ Բայց ամեն դեպքում առաջին անգամ մասնակցած երիտասարդ մարզիկի համար կարող է սա լինել լավ մեկնարկ եւ արդեն հաջորդ առաջնություններում ավելի մեծ վստահություն տալ եւ գնալ ու նվաճել այն ոսկե մեդալները, որին որ ձգտում է ինքը եւ իր մարզիչները։ Թե ինչ, լսենք Մարտին Պողոսյանին եւ կվերադառնանք։ Մրցակցությունը այնպես էր դասավորվել, որ կարող էի նույնիսկ չեմպիոնություն ձեռք բերել, սակայն չստացվեց, չեմ հուսահատվում, մյուս մրցումներին աշխատեմ նենց անեմ, որ Հայաստանի օրներ կհնչի։ Իմ պարապմունքի արած կիլոներով կարող էի չեմպիոնություն ձեռք բերել, սակայն չստացվեց, ոչ մի խանգարող հանգամանք չկար, ուղղակի ինձ թվում է օրը չէր։ Աստված առաջ ամեն բան լավ կլինի։ Մեծ շանս բաց թողեցի ձեռքիցս։ Այո, Հասմիկը ճիշտ նկատեց, մեր ըմբիշները եւ ծանոթները թույլ չեն տալիս մենք շունչ քաշենք, բայց մենք շնորհակալ ենք նրանց դրա համար, որովհետեւ այդ մեդալները գալիս են բոլորիս, գալիս է մեր երկիր։ Եվ տեղափոխվենք Տիրան, Ալբանիա, որտեղ Հայաստանի հունահռոմեական ոճի հավաքականը այսօր նվաճեց միանգամից 3 մեդալ։ Մեր հունահռոմեականները ավարտեցին ելույթները 5 մեդալով ընդհանուր, Գոհար ճիշտ ես, 3-ը այսօր էր, ցավոք, շատ ցավոք, որ Սուրեն Աղաջանյանը չկարողացավ եզրափակչում հաղթել, նա էր նորամուտը նշել մեծահասակների պայքարում, հիանալի ելույթներ եւ եզրափակչում էլ հավասար հաշիվ էր 2-2, բայց ցավոք հաղթանակը մրցակցինն էր։ Սուրենը ընդամենը 22 տարեկան է, սա երիտասարդ մարզիկի համար հաջող մեկնարկ էր, կարծում եմ մարզիչները կգան Հայաստան եւ կմեկնաբանեն նրա ելույթները, չմոռանանք, որ նա 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը եւ հիմա էլ ահա արծաթով վերադառնալու է հայրենիք, շնորհավոր Սուրեն ջան։ Անցնենք Սլավիկ Գալստյանին, մեր փորձառու ըմբիշը այս անգամ բավարարվեց բրոնզե մեդալով։ Առաջին մրցափուլում 5-0 հաշվով ոչ մի հնարավորություն չտվեց մրցակցին, ուկրաինացի մրցակցին եւ երկրորդում ընդամենը 3 միավոր զիջեց, բայց ընդհանուր հաղթելով 5-3 հաշվով դարձավ բրոնզե մեդալակիր։ Սլավիկին կրկին ինչ-որ մի բան չհերիքեց, ցավոք սրտի։ Եվ մեր մյուս երիտասարդ մարզիկը 20-ամյա Գասպար Տերտերյանը, որը նույնպես շատ հաջող ելույթ ունեցավ մեծահասակների պայքարում, նվաճեց զբաղեցրեց երրորդ տեղը եւ ցավոք իհարկե կանրանից էլ ենք սպասում ավելի բարձր հարկի մեդալ, բայց կարծում եմ նույնպես առաջին անգամվա համար էլի բաց չէ։ Շատ ուրախալի էր, որ Արմեն Բաբալարյանը կարողացել էր երիտասարդների եւ փորձառու ըմբիշների համադրություն անել եւ երիտասարդները շատ լավ աչքի ընկան, սա հույս է ներշնչում, որ մեր հունահռոմեական թիմում այս տարի եւ արդեն դեպի օլիմպիական խաղեր լավ սերնդափոխություն կլինի եւ նրանք կարող են գալ ու արժանի հետնորդները լինեն այն մեր անվանի ըմբիշների, որոնց ունեինք։ Եվ նշենք, որ 5 մեդալը շատ լավ է, մեկ առաջնության ընթացքում ունենք եւ ոսկի, եւ արծաթ, եւ բրոնզներ, ինչը հրաշալի է եւ նույնը մաղթում ենք մեր ազատ ոճի ընտրանուն չմոռանանք ազատներին եւ ծանրորդներին։ Ծանրորդներից արդեն վաղը ունենք եւս հագեցած օր, դրա մասին մենք կխոսենք արդեն Բարև Օլիմպոսի հաջորդ թողարկումներում, բաց չթողնեք։